իմ ցանկությունը խնդրանքային պետք է լինի ժողովուրդը գնա ընտրության։ Հասկանում եք, ամենաշատ ինձ ինչն է զայրացնում, որ ասում են, ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, ես չեմ գնալու ընտրության։ Ախր դա բացարձակ քաղաքականություն չի։ Բացարձակ ընտրության գնալը դա քաղաքականության հետ որևէ կապ չունի։ Գործող իշխանությունը ընտրել, վերջ։ Բացի դրանից, դա քո քաղաքացիական պարտքն է ընդամենը։ Այսինքն դու գնում ես քվես տալիս նրան, ով ուզում ես լինի այսօր քո պետության, քո հայրենիքի ղեկավարը եւ նաեւ քո երեխայի ապագան։ Ընդամենը։ Այսինքն մի րոպե մի հատ աշխատացրու, մտածի, որ ուզում եմ այսինչը լինի, չէ՞, եւ ուզում եմ այս վիճակը շարունակվի իմ երեխան էլ տառապի, sense ոնց որ մենք տառապեցինք։ Ու ասա, որ գնում եմ ընտրության, մի ասա քաղաքականությամբ եմ զբաղվում։ Դրանք իրար հետ կապ չունեն։ Բան են գցել վերաններ, ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, չեմ գնում ընտրության։ Այ այդ է ամենամեծ տխը։ Մենք որ նայենք 50% մենք անգամ չենք գնացել ոչ 21 թվականին, ոչ քաղաքապետ ընտրելուց, այսինքն ժողովրդի կեսը չի գնում։ Դա համացածագործություն է սեփական հայրենիքի հանդեպ։ Այդ անտարբերությունը։ Պարզապես իրենց քվեն չեն կարևորում էլի մարդիկ։ Դե հենց դա, բայց կգրեն, կարծիք կգրեն, կոմենտներ կգրեն, կվրթովեն, կխոսեն, կդժգոհեն, կասեն, որ ներվերը քայքայված է, որ չենք ուզում, ինչ ասես խոսում են, չէ՞, բայց հենց այդ ամենը արտահայտվելու տեղը ընդհանրապես ընտրության գնալն է։ Եվ հետո պետք չի մտածել, որ այդ սպիտակ ձյու վրա ասպետը գալու է եւ դուք ընտրելու եք։ Այդպես չի լինում։ Այո, այդպես չի լինում։ Մեր ունեցած բաներից եք ընտրելու, հա, ուժերից եք ընտրելու։ Եվ երկրորդն էլ ես կարծում եմ, որ հիմա եկել է այն ժամանակը, որ այլևս մեկ ուժ չպիտի կառավարի երկիրը, որովհետեւ մենք այնքան ծանր վիճակում ենք, որ պետք է բոլորը ձեր ասած առողջ ուժերը իրար հետ միանան եւ փորձեն երկիրը հանել այս մի կողմ դնեն, բոլոր ամբիցիաները, դրա ժամանակը չի, դրա օրը չի։ Եվ հետո մենք այսօր նենց իրավիճակի մեջ ենք, որ կոպիտ ասած մի հոգու խելքի բանել չի սա կարգի բերելը, հասկանում եք, միահամուռ ուժեր են պետք, համախմբվածություն է պետք, սեր է պետք իրար հանդեպ, միասնականություն է պետք։ Սպառակտում ես թշնամակը պիտի վերանա երկրից, զիջել, իրար լսել, այդ բոլոր հատկանիշները մենք ունենք, մեր ազգի մեջ կա այդ ամեն ինչը, ուղղակի պետքա դուրս գա։ Հիմա մենք մեկ-մեկ ինձ այնպես տպավորություն ա, որ սենց խառնվեց ու վատը դուրս թափեց դուրս։ Այ պետքա այդ վատը հետ տալ, սխմել, տանել, ներքև տանել, դա էլ կա, բայց այ լավ բաները, մեր ազգի այն լավ հատկանիշները, որ իրոք ունենք, մենք ջերմություն ունենք իրար հանդեպ, մենք սրտացավություն ունենք, չէ, մենք հարևանություն ունենք, ընտանիք գնահատել ունենք, ընկերություն ունենք, բարություն ունենք, ինչ եղավ։ Ոնց, այսինքն դուրս է գալիս, որ մի հոգի կարող է ինչ-որ պրոպագանդայով քո այդ հատկանիշները վերացնել, չի լինում, տենց ոնց կլինի, այսինքն պետքա այդ ամեն ինչը նորից արթնացնել մեր ժողովրդի մեջ, հիշեցնենք իրանք ով են վերջապես։